ընդ որում պետության պարտականությունն է, էլի ոչ թե դուք հարցերով դիմել ենք ինքը դարավորությունը փոխվել, մարդիկ են փոխվել, քաղաքապետ, վարչապետ, հասարակ այս փոքր մեր սկերից վեր տղամասը ոչ մի ձևով 100 անգամ դիմել ենք ամենտեղ, ոչ ճանապարհ ունենք, անձրևակալի չենք ամիշա դրոց։ Ամեն 21-րդ դառնա թաղամասը 6 տուն ենք գազ չունենք, գազ չենք քաշել։ Դիմել ենք 100 անգամ, 1000 անգամ գնացել ենք, նամակել ենք գրել, ամեն ձևով դիմել ենք, ոչ մեկ չի աջակցում։ Ինչից է, այն որ մեր հավատը կորցրել են, վստահությունը կորցրել են։ Ճիշտ է, հասկանում եմ։ Ես ըմի եմ որ մենք վստահ ենք ձեր վրա, հավատում ենք ու այն որ ես ուղղակի խնդրանք հա որ այս կողմի վրա դիք ուշադրություն դարձվի ես կուզեմ դաժե որ եթե դժվար չի մի հատ դուք բարձրանաք դուք տենաք մենք հա իհարկե հենց հիմա կգնանք ճանապարհ չկա ընդհանրապես 100 անգամ գնացել ենք դիմել ենք գազի համար դիմել ենք ամեն տանից են ձեր թիվ են ուզում որ թիվը ես ունենամ 100% քաղաքի կենտրոնից անձնական 10 քաշ ասենք իմաստի ինչու՞մն ախպեր որ խոսքի մենք իրանց հետ չկա հանդեպ չեն կարող մենք իրանց աջակցենք որովհետև պաստանը մեզ խառնում են մեր վստահություն կորցրել որ մենք էլ վստահ ենք մենք ուզում ենք նոր քայլ անել տեսեք մարդկային ձևով ապրենք երեխեք չեն կարող գնալ դեպոս տաքսեն կաչում չի գալի ճանապարհների պատճառով հա այն էլ ձմեռ անձրևել մի հատ եկավ այն չեն գալի անձրևել չի գալի չեն գալի ստեյց վերև որ չեն գալի սո չեն բարձրանա սա անպայման կտեսնենք նայեք մի սենց բան ասեմ էլի շատ ես ինձ ձեզ հասկանում եմ այդ որ ասում եք հիասթափված բան է որովհետև մեր հիմա քաղաքները ու գյուղերով պատտվում ենք չէ շատ են մարդիկ որ ասում են ուղղակի այն որ ժողովրդին հասցրել են որ այստեղ են էլի որ չկա չեն կարողանում վստահել խաբել են որովհետև ինչ են եղել այս ընտրությունից են ընտրություն եկել են խոստումներ են տվել գնացել են չեն արել այդ խոստումները պաշտոն են դիզել ստացել բիզնես են ստացել իրանց անձնական գործերն են դզել կարգավորել վերջում էլ եկել են ժողովրդին նորից սկսել են մենք հավատացել են հավատացել են մարդը որ խոսում է հավատում ենք ասենք մարդը դե հա ինչ հավատում ենք որ մենք էլ ենք ուզում խոսքի ասենք խնամված տեղեր ճանապարհները մի հատ տեղ զիբի ящик էլ չկար ցերեկային լույս էլ չկար ոչ մի բան չկա ընդհանրապես ասենք հենց կարգավիճակը մենք ապրում ոնց որ մենք вообще կտրված ենք դա вообще գնում ես մի հատ էլ ուզում ես ավտոյի տեղ ասի զիբիլի փող են ուզում որտեղ ասում մոտորը տանեն բայց զիբլի ящик չեն բերել դրել ախր ու sense լիքը հարցեր այն որ հիմնականում գազն ու ճանապարհն է մնացածը սաղմանը նույնը բան չեմ ասեմ ինչ մնաց խոսքի ասենք մի հատ լուրջ հարցով դիմես կայնան ստելուցում տան չեմ հավատում ես չկա տենց բան հիմա նայեք իմ գործը եւ ժամանակին եւ իմ գործը թողնելուց հետո էլ անընդհատ եղել է մարդու հետ կապված կոնկրետ մարդու հետ ձեր անունը ինչ է ինչպես Սասուն ջան նայեք ես որ քաղաքականություն եկել եմ կամ ես հայտը ներկայացել եմ ոնց եմ արել ոչ թե որ ամբողջ կյանքս կուսակցական եմ եղել ուզեցել եմ քաղաքական գործունեությամբ զբաղվել այլ մարդկանց խնդիրները անընդհատ որ տեսել եմ հասկացել եմ որ կոնկրետ պոզիցիայի վրա եթե լինես, փաստաբան կամ եղել է մարդու իրավունքների պաշտպան մյուսը չես կարողանում հարցերը լուծես։ Պետք է լինի որոշում կայացնելու հնարավորությունը դու պետք է ունենաս իրավունքը, որ մարդկանց հարցերը լուծես, որովհետև դու մի բան անում ես, իշխանությունը եթե ուրիշն է, հենց այս իշխանությունը գնում է, փչացնում է։ Մենք բանի ես պատերազմի ժամանակ ադրբեջանական հանցագործությունը դրանից հետո անընդհատ փաստագրում էինք, ամրագրում էինք, տանում էինք միջազգային դատարան, ինչ են անում, գնում ասում են գնանք հետ վերցնենք։ Այսինքն ամբողջությամբ հակառակ բանն արվում։ Դրա համար հասկացանք, որ չի լինում։ Մենք պետքա հայտ ներկայացնենք մեր ժողովրդի վստահությունը, գիտենք դժվար է, մարդիկ հիասթափված են, մարդիկ այսքան տարիների ժամանակ լիքը մարդիկ կողմնորոշված են։ Հիմա մեր նպատակը այն է, խնդրում ենք մեր ժողովրդի վստահությունը, քվեն, որ մենք կարողանանք այս ծրագրերը իրականացնել ու խոստանում ենք, ասենց գիտեք, բաց ճակատով, որ երբեք նենց չենք անելու, որ մարդիկ մեր համար փոշմանեն, գլուխ կախեն կամ փոշմանեն, որ ընտրել են, էլի բացառվում է, որովհետև ես ինքս իմ գործով ցույց եմ տվել Սասուն ջան, ես երբեք չենք խափում մենք մարդկանց, այդ ճիշտ չի, այդ մեր մեջ չկա էլի, չգիտեմ, կա ժողովրդի հաշվին հարստանալ, կաշառք վերցնել, դրանք ամենասարսափելի բաներն են, դա պետությունը քայքայելու հիմքերից է։ Դրա համար մենք այդ հարցը շատ հասկանում եմ ու անպայման նման հարցերը պետք է ուշադրություն դարձնեն ինքը վատը դառնա, ու նրա համար այսօր անտառը արգելված է, չէ՞ թույլ չեն տալի։ Դա ասենք, հիմա երկու հատ փոքր երեխա ունեն։
Դեպի ուրիշ հնարավորություն Գազ չեն քաշում։ Ուրիշ Ես հնարավորություն։ գազ չեն քաշում, փետնել արկելել են, չեմ կարող բերեմ։ Լավ, ինչ անեմ։ Պետք է ուրիշ այո հնարավորություն լինի, անտառը հասկանում ենք, բայց գոնե մյուսը լինի, իհարկե, Չէ։ անպայման։ Չեմ տալի այդ հարցին։ Առաջին արդեն ինքս լուծում տվողը հենց ինքն է։ Գող գնալու եմ գողություն անեմ, անտառից որ բերեմ իմ երեխեն չմրսի։ Ընկնել խնդիրների մեջ, ընկնել ոստիկանություն, ընկնել Որը դուք էլ չեք ուզում, վստահ եմ դուք էլ չէ, 1000 տարի պետք է դա իհարկե։ Աստված դառնեմ հանցագործ։ Թույլատրելի հատումներն էլ քիչ է, չէ՞ բանը։ Իհարկե, вообще չի թույլատրվում։ Այստեղ հարցը այն է, որ մարդուն նենց վիճակի մեջ է։ Հապոնն էլ չեն թույլ տալի։ Այստեղ հարցը գիտեք որն է, հարցը այն է, որ մարդուն պետական քաղաքականությունը նենց է, մարդուն նենց վիճակի մեջ են դնում, որ ինքը ճարահատյալ ընտանիքի ամենա նվազագույն կարիքները հոգալու համար այդպես բաների է ստիպված։ Քաղաքապետին հարց եմ տալի, ասում եմ, չկա, գազ չունի մեր թաղամասը։ Պետն է չեք թույլ տալի։ Մի հատ իմ հարցին պատասխանեք, ես ոնց տակ հասնեմ, ունու իմ երեխեք չմրսեն, ես չմրսեմ։ Իմ հարցին չի պատասխանում, ասում եմ կմտածեմ, ու ես արդեն 6 տարի է։ Ու դե հենց դրանց առաջ էլի երկար ժամանակ, ասենք 21-րդ դարն է թաղամասը գազ չկա, խի չեն գա, պատճառն նշան որ գազը չեն քաշում։ Այստեղ Սասուն ջան, մենակ այդ գազի այստեղ նաև կարևոր է։ Լավ, ասենք ենթադրենք ինչ որ ուրիշ 3000 անգամ, դա մեր համար շատ կարևոր է պրոբլեմ։ Ես ուրիշ բան եմ ասում, այստեղ պետք է նայես դու նաև ինչ իշխանություն է, որ ինքը մարդուն նայում է, որ Սասունի հարցը լուծելու համար ինքը ոչ թե պետք է անի նրա համար, որ Սասունը չբողոքի, այնքան որ Սասունը մյուսը չբողոքի, այլ ինքը ոչ թե ինքը դրա համար է անում, բայց իրականում ինքը պետք է անի, որ Սասունը լավ ապրի, մյուս երեխեքը լավ ապրեն, լավ ապագա, այլ ոչ թե նրա համար թե լավ այնքան որ չբողոքի։ Սա ինչ է նշանակում, այս իշխանությունները մարդուն դիտում են որպես գործիք։ Իշխանություն պահելու գործիք։ Ահպետ ջան, եկեք կավ, այսօր կգովա, վաղը կկալանավորի, այն մյուս օրը այս ինչ կանի, կվիրավորի։ Այսինքն, երբ որ եղավ իշխանություն պահելու հարց, դրա համար իրականում պետք է իշխանություն, որ ոչ թե մտածում է իր աթոռի մասին, ոնց անի որ 2 օր ավել անի 3 օր, այլ որ եթե դաժ 3 օրից էր զրկվելու այդ պաշտոնից, բայց հանուն մարդու քայլ է անելու, ինքը պետք է անի այդ խաղը։ Անամ սուտ խոստումներ են տալի։ Հենց այդ է, որ իշխանության բնույթը պետք է իշխանություն լինի, որ իր համար մարդը կարևոր լինի, այլ ոչ թե պաշտոնը։ Այս արդարությունը ինչի հիմա չկա, որովհետև ոչ թե ինքը մտածում է մարդու մասին, այլ նենց անի այս մարդը այնքան որ բերանը փակեն չբողոքի, որ ես հանգիստ մնամ, ցույցեր չլինի բան, չբողոքեն, ես այտենց լավ է իմ համար, բայց այդ մարդուն իրականում ստացվում է իտոգում արդարը ընդհանրապես արդար չեղավ այդ մարդը։ Իր համար արդար է, իրանք միլիարդավոր, չգիտեմ, եթե տեղակեք միլիարդավոր դոլարների, միլիոնավոր դոլարների պարգևավճար են ստանում։ Մենակ առանձնատունը պահելու համար 600 միլիոն դրամից ավել փող է տրված։ Մեր հարկերի բոլորիս հարկերի հաշվին է Սասուն ջան, նաև քո ու մեր բոլորիս ու գաղտնագրված այսօր եթե որևէ մեկը փորձի հասկանա չի լինի։ Չեն անում, դա էլի։ Գնանք ծաղիկ դնենք։ Մի հատ վերև է քայլենք, էլի Սասունը ասաց վերև մի հատ քայլենք, տեսնենք ու հա, Երկուս մեքենայով բարձր։ վայ չէ, որտեղ գնանք, ինչ խնդիր է։ Հերոյա։ Անյանը կիմանա, էլի ձեր թաղը, էլի տենց բարձրանում։ Անաստաղը թե վերև։ Մանաս թաղից էլ